Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանը ազատվել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Փոխարենը ոստիկանապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակել է Վլադիմիր Գասպարյանին, վերջինիս ազատելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, առայժմ որևէ պաշտոնական պարզաբանում չկա։ Ուշագրավ է, որ Ալիկ Սարգսյանին միայն այսօր առավոտյան են տեղեկացրել իր պաշտոնանկության մասին, մինչդեռ երեկույթ երեկոյան գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները արդեն իսկ հաղորդում էին ոստիկանապետի պաշտոնանկության մասին։ Թե որն է իր աշխատանքից ազատվելու պատճառը, Ալիկ Սարգսյանը դժվարանում է ասել։ Անսպասելի էր ձեր համար, փաստորեն, դուք երեկվանից տեղյակ չեք։ Չէ, այդպես թեմա չկար, նոր այս խոսակցությունը, հիմա նորմալ է, ինչ եղել, շատ նորմալ երևույթ հասկանում եք, շատ նորմալ։ Հավերժական ոչինչ չկա, ես շարունակելու եմ ծառայել երկրի ղեկավարին, մեր ժողովրդին, շարունակելու եմ մինչև վերջ, իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու։ Ըմբռնումով եմ մոտենում, ամեն ինչ հասկանում։ Առաջարկվի այլ պաշտոն կընդունեք։ Ինչ առաջարկի հանրապետության նախագահը, ես քննարկելու ոչինչ չունեմ։ Առանձնապես պաշտոններ չեմ սպասում, առանձնապես, չգիտեմ, ինչ տրամադրություններ չունեմ, ակնկալիքներ, նախագահը ոնց որոշի, պատրաստ եմ ծառայել։ Այս իմ կոչումն է, ես ուրիշ կոչում ես բան չունեմ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին։ Իմ համոզմունքն է, իմ կարծիքն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի։ Եվ ես համոզված եմ, որ նա պատվով է կատարելու իր առջև դրված խնդիրները, համոզված եմ, որ մեր ժողովուրդը իրեն ավելի պաշտպանված է զգալու եւ համոզված եմ, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նրան շնորհակալություն է հայտնել եւ ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Որին շնորհակալություն հայտնեմ բարձր վստահության համար եւ այս ամբողջ ժամանակահատվածում ձեր հոգատարության, ձեր աջակցության համար թե ինձ եւ ողջ կառույցին, ոստիկանության ողջ համակարգի նկատմամբ։ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին։ Եվ դա կլինի գրավականը, որ մեր հասարակության մեջ օրենքի գերիշխանությունը։ Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր առաջ քաշած բոլոր խնդիրները կլուծվել պատշաճ վիճակով։ Շատ լավ, ուրեմն ի գործ։ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը նոր պաշտոնանկություններ հնարավոր համարեց մինչև աշնան վերջ, չնշելով սակայն կոնկրետ անուններ ու պաշտոններ։ Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանը, եւ հանրապետականի փոխնախագահը եւ հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեծ զրույցում բարձր գնահատեցին Սարգսյանի աշխատանքը ոստիկանապետի պաշտոնում։ Մեր հարցին թե այդ դեպքում ինչու Սարգսյանը պաշտոն անկարվեց, Շարմազանովը պատասխանեց, որ դա պաշտոնանկություն չէ, Սարգսյանը մի պաշտոնից տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ուժային կառույցների ղեկավարների հարցը հանրապետականը լիազորված չէ քննարկել։ Տվյալ դեպքում որոշումը նախագահ Սերժ Սարգսյանինն է եղել, նա է սահմանադրությամբ իրավասու լուծել ուժայիններում պաշտոնանկությունների կամ վերադասավորումների հարցերը։ Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել Ալիկ Սարգսյանին տեղափոխել այլ աշխատանքի։ Այս իմաստով ղեկավարը միայն քաղաքական թիմի ղեկավարն է, հանրապետության նախագահը, եւ նա շատ ավելի լավ է պատկերացնում, ով որտեղ տվյալ պահին ճիշտ ծառայություններ կմատուցի հանրությանը։ Դա ընտրությունների հետ առաջիկա որևիցե կապ չունի։ Չեմ կարծում։ Գուցե հանրապետականը մոբիլիզացնում է իր ռեսուրսները։ Հանրապետականը մոբիլիզացնելու խնդիր չունի, հանրապետականը այս պահին աշխատում է եւ ընտրությունների հետ կապված որևէ հարց չի քննարկում։ Անկասկած է ինձ համար, որ դա գալիք ընտրությունների հետ կապ ունեն։ Իշխանությունները չեն կարող վստահություն ունենալ հասարակության մոտ եւ իրենք բացառապես զարտուղի ճանապարհներով է, որ փորձելու են իրենց իշխանությունը վերարտադրեն կամ ծանրակշիռ ներկայություն։ Երևույթը ես գնահատում եմ հենց այսպես։ Պրոբլեմները շատանում են իշխանության ներսում եւ սկսում են մեղավորներ փնտրել եւ այդ մեղավորներին պատժել։ Մենք հիմա այդ process-ի ակտիվ շրջանում ենք։ Այս process-ը կշարունակվի դեռևս, կլինեն նոր պաշտոնանկություններ, նոր հրաժարականներ։ Իմ ռուսաստանցի քաղաքական գործիչներից մեկը երկու ամիս առաջ
ինձ ասեց, որ Հայաստանում սպասվում է երկու Կարապետյանների հրաժարական եւ երկու Սարգսյանների հրաժարական։ Փաստ է, երկու Կարեն Կարապետյանների հրաժարական տվեցին եւ մի Սարգսյանը հրաժարական տվեց, մի վականտ տեղ է մնացել առայժմ նոյեմբերի համար։ Երկու Սարգսյան կա հրաժարական տալու, տեսնենք նոյեմբերին, որ Սարգսյանի հրաժարականը կլինի։ Երեկ երեկոյան տեղի ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստ, որտեղ կուսակցության եւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատություն ռադիոկայանին փոխանցեց, որ գործադիր մարմինը որոշումը կայացրել է միաձայն։ Շարմազանովի խոսքով Տարոն Մարգարյանը մեծ հեղինակություն է վայելում Երևանի բնակիչների շրջանում, ժամանակին եղել է լավագույն թաղապետերից մեկը։ Տարոն Մարգարյանը մեծ հեղինակություն է վայելում Երևանի բնակիչների շրջանում, նա եղել է մեր լավագույն թաղապետերից մեկը եւ այս վերջին շրջանում նա իրեն արտահայտել է որպես քաղաքապետի առաջին տեղակալ, նաեւ կարծում եմ ինքը ցույց տվեց, որ նաեւ իր կերպարը համապատասխանում է պետական պաշտոնյայի չափանիշին, որի մասին խոսեց նախկին մեր համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանը, եւ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետանի մեր գործընկերների հետ միասին կարող է լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր մայրաքաղաքի առջեւ։ Նախկին քաղաքապետից դժգոհում էին մասնավորապես կրպակատերերը։ Ինչ է սպասվում այս հարցում։ Շարմազանովն ի պատասխան նշում է հետևյալը. Երբ որ նոր քաղաքապետի ընտրությունը լինի, նոր քաղաքապետը իր գործընկերների միասին արդեն կներկայացնի այն առաջնորդությունները, որոնք որ կան։ Ես ընդհանրապես կարող եմ կուսակցական առումով ասել, որ կուսակցությունը գոհ է նաև եղել պարոն Կարեն Կարապետյանի աշխատանքից։ Ըստ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերին մասնակցել է նաեւ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով նույնպես կողմ է քվեարկել Մարգարյանի թեկնածությանը։ Օրենքի համաձայն քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագան ու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշքան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագան ու խմբակցություններին, տվյալ դեպքում մեծամասնություն կազմող Հանրապետականին։ Կուզեք, որ ինքը լինի քաղաքապետ։ Մեկը կասում է պարոն Մարգարյանը ավանին էր նայում, ասում է ավանը ծաղկացրեց, շատ լավ նայում է։ Դե ես ինչ իմանամ, այ ընկերի ջան, մինչև մարդ աշխատանքը չտեսնի, չի կարող ասել։ Ասում է խելոք մարդ է, լավ մարդ է, բայց թե դիսցիպլինան պետք է մաքրության համար։ Չնայած ինքն ասեց, ես դուրս եմ գալու, ման գալու, քաղաքում տեսնեմ կեղտոտությունը մենմատ է, նորից շարունակում են օրը 2-3 անգամ տանում։ Մեկը ինձ համար, բայց ինքն էլ կարծիքով նորմալ կլինի։ Այսինքն մտածում եք, որ լավ կկառավարի Երևանը։ Ինչքան եղել է, լավ չի եղել է, հույսով ենք մնացել է։ Նորմալ, շատ լավ։ Ինչ կանի Երևանի համար, ինչ ակնկալիքներ ունեք։ Ինչ որ իր ընտանիքի համար կանի։ Ինչ որ իր թաղի համար արել։ Պահպանենք թրջկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնությանը չի գոհացնում ջրվեժի տարածքում հեկ կառուցող Ռոբշին ընկերության հայտարարությունը շինարարությունը դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան տարածքից դուրս բերելու մասին։ Այսօր բնապահպանության նախարարության առջև անցկացված ցույցի մասնակիցները բնապահպանության նախարարին փոխանցեցին հերթական դիմումը, որում նշում են, թե Ռոբշինի հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական դրական լուծում։ Բնապահպանները պահանջում են, որ նախարարի առաջարկությամբ ուժը կորցված ճանաչվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Ռոբշին ընկերությանը տրված արտոնագիրը բնապահպանության նախարարության տված դրական փորձաքննական եզրակացությունը։ Նախարարության շենքի առջև բնապահպանները կանչում էին նախարարին, վանկարկում իրենց կարգախոսները։ Ռոբշին ընկերությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ որոշման համար հիմք է ծառայել բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկում
քննարկումները կանխելու ցանկությունը։ Միևնույն ժամանակ ընկերությունը հավելում է մեջբերում եմ. մենք հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ մեջբերման ավարտը։ Հենց այս նախադասությունը խորը կասկածներ է առաջ բերել բնապահպանների շրջանում։ Նախաձեռնության ակտիվիստ Արփինե Գալֆայանի խոսքով շինարարությունը ամեն պահի կարող է վերսկսվել, քանի որ հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի։ Հենց առաջին օրվանից, երբ մեր ակտիվիստները հասել են այնտեղ, Ռոբշինին չեն թույլ տվել կատարել աշխատանքները, եւ փաստորեն իրենք պարապուրտ են մատնված եղել, եւ հենց իրենց աշխատողներն էլ ասում էին, որ մենք ամեն օր գումար ենք կորցնում, որովհետեւ պարապ այստեղ կանգնած ենք, եւ իրենք, ես կարծում եմ, նաեւ մեծ մասամբ հաշվի առնելով այս բողոքները չեն կարողացել իրենց աշխատանքը շարունակել։ Պահպանենք թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ ակտիվիստի Արման Վերմիշյանի գնահատմամբ էլ ցույցի նախօրեին տարածելով հայտարարությունը, Ռոբշին ընկերությունը ընդամենը նպատակ է ունեցել հասարակության ուշադրությունը շեղել խնդրից։ Դա ուղղակի արվել է, որ այսօր շատ մարդ է հավաքվում։ Ես այդպես եմ ենթադրում, որովհետև մեզ երեք շատերը, մեր ակտիվիստներից նաև զանգարում հարցնում էին, արդեն հաղթել եք փաստորեն, ասում էին, դեպքում ինչի եք ակցիաներ անում։ Մեր պայքարը ոչ այնքան մասնավոր ընկերության դեմ է, այլ այն որոշումների, թույլտվությունների դեմ, որոնք կանաչ լույս են տվել տվյալ ընկերությանը սկսել այդպիսի գործունեություն։ Նախաձեռնությունը մտադիր չէ նաև դադարեցնել ջրվեժի տարածքում արդեն 7-րդ օրը շարունակվող անժամկետ նստացույցը, որի մասնակիցները բացօթյա վրանային ճամբար են հիմնել եւ հերթափոխով հսկում են տարածքը։ Այսօրվա բողոքի ցույցին մասնակցում էին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Երևանի կենթանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաեւ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության падգամավորները, այդ թվում կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյան։ Ես ինքս մի քանի տարի առաջ լինելով թռչկանի մոտ եւ ներքևը օրտնվել եմ իր ջրով, ես գիտեմ թե որպես մարդ, որպես քաղաքացի այս երկրի որդի ինչ նշանակություն ունի թռչկանը եւ անհրաժեշտ է որ մեր իշխանությունը նաեւ հասկանա իր բոլոր սխալներով, անիրավ բահվածքներով, իր շեղումներով հանդերձ, որ սա սկզբունքային հարց է, մեր մերաբակա սերունդների համար պիտի պահենք, պաշտպանենք թռչկանը եւ մեր բնաշխարհի բոլոր արժեքները։ Բնապահպանության նախարարությունից ոչ ոք չարձագանքեց ցուցարարների կոչերին, ուստի նրանք որոշեցին իրենց ակտիվիստներից Լևոն Գալստյանին դարձնել բնապահպանության խորհրդանշական նախարար եւ նրան հանձնեցին կանաչ խաչը։ Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչպես է լուծելու թռչկանի հարցը, բնապահպանության խորհրդանշական նախարարը պատասխանեց։ Ճիշտ որոշում էին կլներ, որ դատարեցնել է շինարարությունը, կառավարական մակարդակով որոշում ընդունել եւ ընդհանրապես հագել այդ ծրագիրը խորհուրդ ենք տալիս, որ այդպիսի քայլ անելով իրանք մի հատ մեծ քայլ կանեն դեպի հասարակական քաղաքացիական հասարակությունը եւ նաեւ ինչ-որ կբարձրացնեն իրենց վարկանիշը ժողովրդի մեջ, ուղղակի ասենց ասեմ, իրաց փոխարեն ես տենց կանեի հաստատ։ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Ազատություն ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարարությունում քննարկում են եւ արագ կարձագանքեն այսօր իրենց հանձնված նամակին։ Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժի պահպանությամբ մտահոգված ակտիվիստները նախնական համաձայնությամբ առաջիկա օրերին հանդիպում կունենան վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանի համայնքների 70%-ը ունի գյուղտեխնիկա, բայց դրա մեծ մասը վաղուց արդեն իր դարն ապրել է։ Հայաստանում կա մոտ 15000 տրակտոր, 1400-ից 1500 կոմբայն։ Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռք է բերել շուրջ 1000 միավոր գյուղտեխնիկա ու գործիքներ, որոնց մի մասը եւս արդեն համարվում է մաշված։ Փոխնախարար Կարապետյանն ասում է, թե նոր գյուղտեխնիկա ու գործիքներ ներկրելու նպատակով Հայաստանն այժմ բանակցություններ է վարում Հնդկաստանի ու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի Ռոսագրոմաշ կորպորացիայի հետ տարվող բանակցություններն այժմ ընթանում են տոկոսադրույքի հստակեցման շուրջ։ Այս ընկերությունը նախատեսում է լիզինգով տրամադրել $50 միլիոն վարկ, 5% տոկոսադրույքով եւ 7 տարի շրջանով։ Մինչ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ նոր գյուղատնտեսական տեխնիկա ու գործիքներ հայտնելու ուղղությամբ, քաղաքական տնտեսությունների շտաբի նախին հետնած կառավարության տարածքներից շարունակում են վարության կանոն խորհրդային միությունը ժառանգություն մնացած երկրներ։ Գյուղացիներն ասում են, որ գյուղատնտեսական վարկերով տեխնիկա գնել չեն կարող։ Արմավիրի մարզի ծաղկուն ջուրի բնակիչը ձեռքում աշխատելու փոխարեն տրակտորներ նորոգում։ Նրանք կնես գներով են տալի էտի, կվեկալստաներ էլ վերջում կծախես, որ դրանց
Այսինքն թանկ են տալիս։ Ավելավա սա հինը սարքեք, հա, երևի։ Իննել եմ ծախել ես, հա, ով է մնացող ստե։ Այսը գյուղացի խաթը պրոստը քշում եմ։ Գյուղացիների հանուն իրանց եք քշում։ Այն է, որ հանուն իրանց է քշում, բայց կարող է պահի։ Երկու կոպեկ փող են կարող, հեսա պիտի փոխվի։ Այս սարքը արդեն 25 տարվա սարք է։ Սովետից է մնացել։ Դա ինչ է։ Գյուղապետարանի մասնագետ Վարդան Կարապետյանն Ազատություն ռադիոկայանի զրույցում ասում է, թե նույնիսկ պատրաստ են վճարել տեխնիկայի համար, միայն թե տարիներով անմշակ մնացած հողատարածքները սկսեն մշակել։ Խոսք է տվել շուտով կլինի, հաջորդ մի 2-3 տարիների ընթացքում լինելու է։ Ինչ են տալու ձեզ։ Չգիտենք, հիմա մենք պետք է ընտրենք, տալով չի ախր, մենք էլ պետք է ընտրենք, ինչ որ մեխանիզացիան է կարևորը, որ դա սպասում ենք, տեսնենք, պետք է որ լավ լինի։ Մարտուն Թորոսյանը տարիներ շարունակ հին տրակտորն է օգտագործում։ Գյուղում սովորաբար տրակտորի հերթ են կանգնում։ Մարտուն էլ հերթով հարևանների համար վարուցանք է անում 1 հեկտարի արժեքը 60,000 դրամով։ Գումարը բավարարում է սարքերը փոխելու, վառելի գնելու ու տունը պահելու համար։ Նորմալին է, կանան կարգավորենք աշխատացնենք, կբավականացնի, եթե չէ, դժվար է լինում։ Իսկ գյուղի մեջ կռիվ ընկնում է, որ հերթի մեջ են լինում մարդիկ կամ։ Չէ, աշխատում ենք, որտեղ բան չլինի իհարկե։ Եթե նեղում ենք, դրսից են գալի անում, այդպես բան չկա։ Օրու մեջ տրակտորը փչանում է, պատմում է Մարտունն ու ասում, որ սարքավորումներն էլ Ռուսաստանից են բերում։ Մուծեն, ներբերեն, ներկրեն։ Ասում են բերում են։ Վարալան, ասում են, եթե բայց յուղացուն չի ասում, ասում է որտեղ որ պետք է։ Ուր։ Ես ինչ իմանամ, ուր, սա դե գիտենք ուր։ Հայաստանի կառավարությունն այս տարին հռչակելով գյուղի տարի տարբեր ծրագրերի միջոցով փորձում է լուծել գյուղացու խնդիրները։ Մինչդեռ գյուղացին թերահավատ է։ Պամիդոր, բադոջան, կարտոշկա։ Տեխնիկա պետք չի դրա համար։ Վարձով է տեխնիկան, փող ենք տալի որ կարման, ես չունեմ։ Մեկ ու շաշատ եկա տրակտորը, ենել խարապ, մորապ։ Չենել կարման ենք ոզերը, քուրո ջան։ Բա դուք ո՞նց եք հողը մշակում տեխնիկայով։ Շատ ժամանակ դրսից են բերեմ տրակտոր։ Ուրիշ գյուղից։ Հա, ուրիշ գյուղից բերեն որ գործանի, բա ինչ են գործենք արդիկանի եսին։ Հա, եթե տեխնիկա տա մի քիչ ցածր գներով, իհայ եկը մշակենք, ինչ մշակի։ Իսկ այդ տեխնիկան որ ունեն հին չի։ Հա, ինչ է։ Որ մեջ խարավ ակրո ջան։ Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը նշում է, որ ռուսական տեխնիկան անհամեմատ էժան է եւ որակով։ Ի տարբերություն հոլանդական արտադրության New Holland կոմբայնի, որը վաճառվում է $150,000, ռուսական կողմը պատրաստ է $70,000 արժողությամբ կոմբայնը Հայաստանին տրամադրել զեղչով, մինչև $50,000։ Մինչդեռ այս արժեքով գյուղտեխնիկան անգամ հասարակ գյուղացու համար մատչելի չէ։